Թե ասա տղուն ինչ եղավ, արա, ինչ փորձանք էր, ինչ սպասումներով էր եկել ու ինչ եղավ դա։ Ինչի ընկավ դրա խելքին вообще։ Դե հիմա եղածը։ Հիմա ինքը պետք է մտածի ոնց անի, որ շուտ վերականգնվի։ Հեշտ է, ասեմ Դավ ջան։ Տենց կոտրվածքի մասին մոռանալը շատ դժվար է։ Չէ իհարկե։ Սարան որ այսօր չտենայի, օրս օր չէր լինի։ Այսով էր որ։ Հեչ։ Ունանի մարդկանցից հա։ Փես է նա ինչն է։ Արա բայց դեմքն էս ծանոթ էր։ Լավ էլի Դավը ջան։ Քեզ որտեղից պիտի ծանոթ լինի իր դեմքը։ Լսում եմ, Պարոն Մակունց, Ալինան է ֆեդերացիայից։ ասա Ալինա ջան։ Ձեր տղան Գրիգորն է եկել։ Ասում է վաղվա մենամարտին ինքն անպայման պիտի մասնակցի։ Անընդհատ ուզում է Գևորգյանի մոտ մտնի, բայց տեղում չի Գևորգյանը։ Չգիտեմ ինչ անեմ, հիմա դրսում նստած սպասում է։ Ճիշտ ասած շատ զայրացած է, անընդհատ բղավում է, չեմ կարողանում հանգստացնել։ Կարելի է։ Բավ ոնց։ Մամա բժշկի հետ էր խոսում, ասեց հեսա կգա։ Դե նստեք։ Հայ ախպերս ոնց հաջողացրիր։ Ինչ իմանամ, ընկա ոտքս վնասեցի էլի։ Պարապմունքի ժամանակ։ Չէ, այսօր որոշել էի հանգիստ մնայի։ Են էլ Գրիշին տեսա, առաջարկեց գնանք նաբերեժնի պարապենք։ Դե հետո էլ եկանք ստեղ։ Հա ու ոնց հասկանում եմ իրա հետ ես կռվելու։ Ով ասեց։ Գրիշոն ու Հունանը ստեղ էին։ Հորը առաջարկեց, որ իմ փոխարեն ինքը կպնի։ Բա ինչ պատասխան ստացավ։ Չգիտեմ։ Դուրս գնացին։ Նախ սկսենք նրանից, որ եթե դու չեղար, ես ոչ մեկ հետ չեմ կպնելու։ Պիտի կռվես, Լեո։ Չէ, անցանք։ Հասկանում եմ հիմա խի ես սենց ասում։ Բայց դու էլ պետք է հասկանաս, որ իմ ու քո իրավիճակները տարբեր են։ Իմ հանդեպ անարդարություն չի եղել։ Դեպքա պատահել է։ Իսկ քո չկպնելը չի դիտարկվելու որպես արդարության դեմ պայքար։ Կմտածեն վախեցար։ Ոնց եք։ Դե որ Վովային այս վիճակում տենում ենք, այդքան էլ լավ չենք։ Դե իմ տղեն միշտ խնդիրներ աման գալի, որ մեջն ընկնի։ Ինչ ասաց բժիշկը։ Հիմնականում կերակրափողիդ խնդրի մասին խոսեցինք։ Մամ, ոտքս եմ վնասել, ինչ կերակրափող։ Այ բալես, ինչ կապ ունի ինչը տա վնասվել։ Բժիշկը պետք է ամեն ինչ հարցնի, իմանա։ Հա, երևի փոքր ժամանակ կերակրափողի աթրեզիա եմ ունեցել, դրա համար այսօր ընկա կոճս վնասեցի։ Ինձ ինչ հիշում եմ, այդ պահերով մաման ստիպում է ստուգվեմ։ Փոքր ժամանակ ա եղել, անցել գնացել է։ Էլ մի բողոքի, հա։ Մանուշակ, ինչու հիմա ասել է, հա։ Զբաղված եմ։
Շուտ իջին երկև մի հատ շորտ կա, հայքի տեսնեմ ոնց է ստացվել։ Դերասաններիդ կանչի թող գան հագնեն։ Ես ձեր համար մանեկեն չեմ։ Մանուշը կաղջիկ, դուրը որ բացել ես ինչա, ձերս ընկար կսատկացնեմ, սրան տես։ Թեկուզ Եկատերինա թակույ լինի, մեկը կել կիժեց գալի, հիմարի մեկը։ Թու ես կնում։ Շնորհավորում եմ։ Ինչ է։ Ֆեդերացիայում անունս լավ գետնին տալու համար։ Քո հետ եմ խոսում։ Իդես ինչը չես կարում հանդուրժես, պապ։ Այն որ քո շրջապատից ու հատկապես ընտանիքից որևէ մեկը քո խոսքը փորձում է շրջանցի, քեզ ընդդիմանա, հետդ համաձայն չլինի, չէ՞։ Իսկ մի բան է հետաքրքրում, դու հիմա հպարտես, որ տաղուտ երազանքը խլը տվել ես ուրիշին։ Բայց ես էլ քո տղեն եմ։ Ես էլ եմ քոպես, ես էլ չեմ կարող հանդուրժեմ, պապ ջան։ Այդպես չի։ Քեզ չեմ հանդուրժում։ Իդես ցավը որնա, պապ։ Որ դու մամա սահմանել եք ձեր համար լավ տղու իդեալը, լավ առաքինի ընտանիքի տղու իդեալը, էլի, ու հետի ասենք sense պետք լինի, որ ասես խոսքի Գրիշո հլը անցի տուն, Գրիշո հլը բերանդ փագի, ձենդ չլսեմ, քո կարծիքս թե ոչ ոք չհարցրեց ու նման մի շարք արտահայտություններ։ Բայց ես այդպես տղա չեմ, պապ ջան, ես քո պատկերացումներից լրիվ տարբերվում եմ, հասկանում ես։ Հետո ուզում եմ հասկանամ դու ամեն անգամ որ մտնում ես իմ սենյակ, ինչ խղճով ես մտնում ու ինձ կրկին անգամ ապացուցում, որ չգիտեմ, բոքսը իմը չի, որ ես պետք է թարգեմ սպորտը, հա՞, կասես մի հատ։ Այս կյանքում մի բան գոնե կա, պապ, որի համար դու հպարտ ես ինձնով։ Մի բան։ Չէ, չկա ինձ թվում է։ Չկա, պապ, որովհետև մակունսների տան կարգացուցակում մի բան է գրած Գրիշի մասին, որ Գրիշը պետք է լինի լսող, հնազանդ, խելոք, առանց կարծիք։ Գրիշոյի անունը ավելացրեք վաղվա մրցողների ցանկում։ Լեոյի հետ է մտնելու։ Լեո, դու այդ Գրիշոյի հետ չես կպնելու։ Դա ապրել, իրանից բան չի ներկայացնում, հաստատ կրելու եմ։ Նես չի, որ ես կասկածում եմ քո կրելու վրա, այդ չի հարցը։ Ուղղակի չեմ ուզում կլասդ գցես։
Այդ Հայաթի կռիվանողներդ որ կպնես, հաստատ կլասդ գցելու ես։ Չես հասկանում այդքանը։ Ամեն դրանք չգիտեն սպորտը ինչ է, այն էլ մակրո սպորտը։ Նրանք ամեն ինչի ընդունակ են։ Ու մի բան էլ կա։ Ես շատ եմ մտածել մեր պապայի հետ կապված դեպքի մասին։ Ու վստահ եմ, որ մեր պապայի հետ Գրիշոյի պես ինչ-որ մեկն է այդպես վարվել։ Դա բայց Վովան էլ է ճիշտ ասում, որ հանկարծ իր հետ չկպա, ասելու են վախեցավ։ Ինչ ուզում են թող ասեն, այ քեզի բան։ Ախպերս էլի ինչ ուզում են թող ասեն, բայց Գրիշից հաստատ վախենալու չկա։ Ռեստորանում մի անգամ կպցրի հուրհավիցյան քնեց։ Հենց որ արի այս թեման փակենք ու գնանք տուն կլինի։ Ալո։ Գրիշ, Գևորքյանն է։ Հա, իմացա։ Վաղը բոյի ես Լեոյի հետ։ Ֆեդերացիայից են զանգում։ Մետը զանգել են, որ պաշտոնապես ասեն վաղվա կռիվը Հայաթի կռիվ անելու, ոչ թե պրոֆեսիոնալ բոքսը։ Ալո։ Հայ ջան, հունան ախպեր, հարգանքներս։ Նոր մեր Վովայի մոտ էի։ Ասես կարողա Գրիշոս կպնի, հա իրա տեղը։ Ինչ։ Հայ ջան, ցավը տանը, անջատվեց։ Ախպեր ասում ես Գրիշոս է կպնելու։ Ես դեղեր աղագին օգնում եմ, գիտես։ Էլ ոչ ներվայնանում եմ, ոչ էլ ծանր եմ տանում։ Ինչ ես ուզում արա։ Հունան ախպեր ավունա, ցավը տանեմ, ինչ ես գոռում։ Նել մի զանգի։ Ինչ է եղել։ Հանգիստ։ Հա ոչ է։ Ջան ախպերս, հա անջատվում այ ցավը տանեմ ես ինչա, չեն կարում երկու բառ խոսանք։ Էս կամ կապերից է կամ էլ քո տեղից է։ Լսի ասում եմ Լեոն ու Գրիշը վաղը իրար հետ կռվելու են, հա։ Հա, Լեոն ու Գրիշոն վաղը կպնելու են։ Բաշուտ ասա այ ցավը տանեմ, կանք երեխուն ոնց որ պետքա բալետ անենք։ Դե բա շուտ եմ ասում, եկեք։ Բա ուրիշ ինչ կա ցավը տանեմ, հələ պատմի տնամ ախպորս մոտ։ Ինչ է նշանակում Լեոն ու Գրիշոն պիտի կռվեն։ Հանգիստ։ Պապ, ո՞րն է դրա իմաստը։ Գրիշոն ուղղակի իր անկապ սկզբունքների հետևից է անկել։ Հիմա դու ավելի շատ Գրիշոյի համար ես անհանգստանում, թե Լեոյի։ Էդ հիմա կարևոր չի։ Գրիշոն ռինգ չի մտնի։ Կմտնի։ Հունան։ Մտնելու է։ Ինքն է տենց ուզում։ Ոնց է իր ասում Էռնայի հետ կապված, որ թող ընկնի, որ սովորի։ Էս նույնը չի։
Պապ, ախր իրոք աբսուրդ է Լեոյի ու Գրիշոյի կռվելը։ Ինչի։ Դե Ինչ դե։ Ուր։ պետք է երեխեքին տեսնեմ։ Կարող է այդ երեխեքի հավաքական կերպը տղայա ու անունն էլ Լեո։ Չէ, պապ։ Չէ։ Այդ չեն ավելի շատ քո շահերից է բխում աղջիկ ջան։ Գրիշ, հասկանում ես արածդ ամենակիչը երեխայությունը։ Նա ինչ կլինի մեկ-մեկ է մենք երեխություն անենք էլի։ Չի լինի։ Արդեն եղել է։ Դու ուղղակի ուզում ես Լեոյին ինչ-որ բան ապացուցես։ Հա թե եք ուզի ինչ կա դրա մեջ։ Ոնց հասկանում եմ, ոչ ուզում ես ասածս ընկալես, ոչ էլ հասկանաս։ Մենք խոսալու բան չունենք, ես գնում եմ։ Էլ է։ Հələ արի, մոտիկ արի, քեզ մոտիկից տենա։ Ապրես, շատ ապրես, ինչ էլ իմացա, որ սոված կլինեմ։ Տենում ես, որ կողքից խանգարող չի լինում, ոնց է ամեն ինչ ճիշտ դասավորվում։ Ծիկ! Դե վազի, գնա նստի, կամաց կվազես, որոն գնես շատ չցավա, լվացվեմ գամ։ Ավոր դիմացի, համպելի, սրանք խելագարների ընտանիք են։ Լավ, ինչքան ես պատրաստվում քեզ սենց պահես։ Սենց ոնց։ Դե նենց իբր ինձնից այնքան նեղացած ես, որ չես ուզում հետս խոսաս։ Ինչի խոսամ։ Եթե խոսում եմ բանի տեղ դնող չկա, էլ ինչի խոսամ։ Հա։ Բաբան ոնց էր։ Լավ չէր, պապի, վնասվածքը շատ լուրջ է, չի կարողանալու կռվի։ Ես ինչ թարս բան եղավ այդ երեխու հետ է։ Բա դու ում հետ ես կռվելու։ Հա, ասա, ինքդ էլ ասա, թե չես քո տեղը խոսեմ, հետո քո տեղն է ծեծ եմ ուտում։ Ինչ է եղել։
Պապի ֆեդերացիայից զանգեցին։ Ասացին, որ Հունանի տղու Գրիշոյի հետ եմ գտնելու։ Այդ Գրիշոյի սկզբանը կար կռվողների ցանկում։ Չէ։ Բայց դե հերը այնքան հնարավորություն ունի, որ ինչ ուզում անում են էլի։ Տղա ջան, քեզ պետք է այդ հիմար անգրագետի հետ ռինգ մտնես, հա? Դե որ այդքան լավ կռվող էր, ինչի նախապես ցուցակում չկար, հա? Հայտնվեց։ Չէ։ Այստեղ ինչ-որ բան չի։ Նայ, էս էլ ես չեմ ասում։ Արագ չի, սաղին ջարդելով առաջ անցի, կարևորը առաջին տեղում լինես, իշի։ Ես գազը պահել եմ, դու ուժեղ չի։ Խի։ Տեսնում ես աղոն ինչ երջանիկ է։ Բա որ ասում էի մի խառնվեք ամեն ինչ լավ կլինի, չի հավատում։ Ինձ տեղ կանչել եք քո նախաձեռնությունն եղել, թե ավոյի։ Ավոյի։ Ավելի ճիշտ երկուսիս։ Ուզում էի տեսնել, որ ամեն ինչ լավը հանգիստ լինի։ Կներես, եթե աշխատանքից կտրել եմ։ Ես էլ սրանց հրագնահատում էի։ Ասա, որ աղոն շատ լավ պապա կլինի։ Շատ լավ է խոսքը չի։ Լեո, կներես էլի, որ առանց զգուշացնելու եմ եկել։ Ուղղակի ուզում եմ քո Գրիշոյի վաղվա մենամարտից խոսենք։ Լավ ես արել, որ եկել ես։ Բայց մենամարտից ինչ պետք է խոսենք։ Ֆեդերացիայից զանգել, ասել եմ, որ իր հետ եմ կպնելու։ Օգտվիր, գեղեցկույթյան, հաստատ սոված ես։ Հաստատ, շնորհակալ եմ շատ։ Տես հա, ես էստան շեֆ խոհարարն եմ, համով բաներ ունեմ սարքած, իմ տունեկողը սոված չպտի դուրս կա, եղա։ Պապի, խոսանք վերջացնենք, հետո հացուտելու պահը կհասկանանք, լավ։ Չխանգարեմ։ Նավո, ես ովա, մինանի աղջիկը։ Լեո, ինձ ճիշտ հասկացի։ Գրիշի առողջականը ընդհանրապես լավ վիճակում չի։ Ես դրա համար չեմ ուզում, որ կռվեք։ Լեա ջան, ախրդ ինքը առաջինը պետք է հասկանա։ Ու ոնց ես եմ հասկանում, դուք տանը իրան փորձել եք հակառակը համոզեք, բայց ինքը չի համաձայնվել ձեր հետ։ Դրա համար էլ դու հիմա եկել հասել ես տեղ ու ինձնից ես այդ ամեն ինչը պահանջում ու ակնկալում։ Բայց չէ, կներես։ Չի կարա տենց բան լինի։ Մի քիչ բարձր խոսացիք լսեմ էլի։ Ինչի՞ չես կարա, Լեո։ Լեա, ես շատ լավ հասկանում եմ, թե դու ինչ համար ես ասել ստեղ ու ինձնից ինչ ես պահանջում։ Լեո, չեմ պահանջում։ Ուղղակի շատ եմ խնդրում քեզ։ Ոստեղ հարցը մենակ Գրիշը չի։ Ես քո համար եմ շատ անհանգստանում։ Ու չեմ ուզում, որ դու ու Գրիշը իրար հետ ռինգ մտնեք։ Ախր ինչի է։ Ախպերդ Գոդզիլան է, ով է, որ հետը ռինգ չմտնեմ։ Կարաս անկապ հումորներ չանես։
Տեսնես ինչի համար է եկել։ Երևի եկել է Լեոյին համոզի, որ աղբորը չկպնի։ Թող աղբորը համոզի, Լեոյի հետ ինչ գործ ունի։ Ես շատ գիտեմ։ Ինչ ես ման գալի, բա։ Սպասի։ Գտա։ Նյատ նորմալ բան տնեմ երեխեն հաց ուտի։ Պապի, ասեց, որ սոված չի։ Բա ու չեր ասելու սոված եմ ինձի հաց տվեք։ Ամաշկոտ է երևում համել։ Լեո, խնդրում եմ քեզ։ Հրաժարվի այդ մարդից։ Օգտվի։ Եթե Գրիշը պարտվեց կամ ինչ-որ առողջական խնդիր եղավ, պատերազմա սկսվելու։ Չեմ ուզում տենց բան լինի։ Ուզում եմ երկուսդ էլ հասկանաք, որ այս կռվի կենտրոնում ես եմ։ Խնդրում եմ հրաժարվի։ Գոնե հանուն ինձ։ Լեա։ Խնդրում եմ։ Պատրաստեք։ Բոքս։ Ինչ ես մտածել, Լեո, ինչ ես սենց պասիվ։ Մամ, արի նստի, գիտեմ բոքս չես սիրում, բայց նստի միասին նայենք։ Այ բալես, ախր ամեն հանվածից սիրտս ցավում է, չեմ էլ կարողանում նայեմ։ Նույնիսկ եթե ես չեմ ռինգում։ Նույնիսկ եթե դու չես ռինգում։
Համել վերցրու ես միրգը, համկեր համել նայ։ Մամ, չեմ ուզում սեղանին դիր, ամենակ ես չեմ միասին կուտեմ։ Դու գիտես, ես այս ժամին միրգ չեմ ուտում։ Համել սուրճ եմ ես խմում։ Տխուր ես, չէ, որ չես մասնակցում։ Կխափեմ, եթե ասեմ չէ։ Անամբերես Մարտին էի սպասում։ Ախր սրա համար էինք եկել։ Ոչ չբալես։ Մի նեղվի, դու ապա քինվի դեռ շատ մարդեր կունենաս։ Բան չասեցի մամ ջան։ Երևի սենց էր պետք։ Իսկ ում ես ուզում հաղթողի կարգավիճակում տեսնել։ Միանշանակ Լեոին։ Ինչի, դազմիցս տեսել եմ Լեոյի մարդերը, նաև պարապունքները, այս լրիվ ուրիշ տակտիկա է, կարելի ասել չի կտնում։ Աստորեն ինձ սխալ չի թվացել։ Չեմ հասկանում, ես եմ ծերացել, թե բռնցքամարտն ա փոխվել։ Ես ջիտ ձևի են կռնում։ Սպասի, պապի, սպասի, որովհետև Լեոնը չի կպնում։ Ոնց որ ուղղակի պարապի։ Տեր Աստված խնդրում եմ, ինչ-որ հրաշքով վարկյան շուտ ավարտին հասցրու այս մարտը, առանց մեկնումեկի լուրջ վնասվածքի։ Ինչ ես անում, Լեա, մարտը կավարտվի, բռնցքամարտիկները այնքան վնասվածքներ չեն ստանա, ինչքան որ դու։ Մոտ ձեռքերդ հանգիստ թող։ Չամանում մտնեմ հենց ռինգում ջարդը տամ Լեո։ Ինչ բան է կյանքը։ Մի ժամանակ հայրերն էին իրար գան, այսօր արդեն իրանց տղերքն են։ Սան նայել է պետք։ Հիմա կասեք լուսավորությունը լավ է, բայց ես ավելի լուսավոր եմ ուզում։ Անջատեք կամ ձայնի չեցրեք, հա նյարդայնանում եմ։ Չեք ցանկանում տեսնել ձեր որդուն արտը։
Ուրա նայում է անդադար։ Ուր չէ, պապի, ում։ Չգիտեմ ինչքան եմ դիմանալու քեզ Լեա։ Աստված իմ, խնդրում եմ պաշտպանի ինձ համար թանկ երկու մարդկանց, էլ չեմ դիմանում։ Հարց ինքդ քեզ մանան ջան, որ եկել ես տեղում մեզ բալետանում։ Մի լարվեք, գրիշը դեռ միայն հարցակվողի դերում է։ Որովհետև հետի գյադն դեռ պաշտպանում։ Ես իմ ընկերոջը չեմ ճանաչում։ Լեո ում է սպասում։ Արցակվի։ Խփի։ Լեո։ Ֆեյքած։ Լեո կռվի։ Այդ հալանյակի։ 1 2 3 4 Ոնց եղավ որ եկար։ Հենց հիմա կանգնեցրու ես մարդը։ Ինչ է քեզ թվում որ ես ամեն ինչի ընդունակ եմ։ Կամ ամեն ինչ կարա։ Որստունը չի։ Ուրեմն չթողներ ռինգ բարձրանար։ Մի հատ էլ ամբողջ ընտանիքով եկել եք ոգևորելու։ Մամա տեկով կարող եմ մոտենանք։ Լեա տեղում չես լսում ինձ։ Լսում եմ նոր, բայց ուզում եմ ահավոր շուտ վերջան այս ամեն ինչ էլ չեմ կարող անել։ Պապի, կարող եմ անանին ասեմ քեզ տուն տանիք։ Իսկ տուն ուղարկելու փոխարեն աղբորոտ ասացո կռվի թե չէ որ ռինգ եմ մտել ինչը։ Ահա, ոնց որ թե ուշքի եկա։ Ոնց որ թե ուշքի եկա։ Խփի։ Խփի։ Ապրես, այդպես։ Խփի։ Լեո։ Լեո վերկաց։ Վերկաց սղաջան, վերկաց։ Վերկաց։ 1 2 3 Նարայքին ոյ տղա։ Ես կամ նա հացդ ողստը։ Հալս նստի քեզ չի կարելի Սպասի, էլի նստելու ժամանակը չի։ Յոթ